Այդ ինչու էր ստացվել, որ Հայաստանում կարող էին ծախել ստանդարտ բարձր գնով բենզին։ Այդ հանձնաժողովը, որը պետք է այդ գործը աներ, հա, հակամրցակցային պայմանավորվածությունները ջարդեր, ինչի՞ չի ջարդել։ Համի եկուց մյուս օր, որ բոլորը դառնան Ադրբեջանից բենզին ներկրող ու նստեն մի սեղանի շուրջ, փակ սենյակում կամ կիսապատ սենյակում, գցեն բռնեն, ասեն, ժողովուրդ ջան, մենք ոնց որ թե այս էժան գնով ծախելով փող ենք կորցնում։ Բերենք վերադառնանք այն հին պայմանավորվածություններին, ինչպիսին վստահ եմ եղել է։ Հա, բերեք բարձր գնով, ասենք 500 չենք ծախում ենք 470, բայց բերեք էլ այդպես բաներ չանենք, էլի չիշնենք, էլի գները չիջեցնենք, էլի։ Հակամրցակցային պայմանավորվածության կան ու էլի սկսեն քերել բենզինի գնորդներին։ Հա, ինչի՞ չէ որ ով է ծերները բռնելու այդ հանձնաժողովը, որը չի բռնել մինչև բռնել է մի անգամ, իհարկե տուգանել է, բայց այդ տուգանքը չնչին փող է համեմատած իրենց ստացած սուպեր շահույթների հետ։ Այդպես որ տուգանեն սուպեր շահույթներ հանցագործ ճանապարհով ստացած ներկրողներին, այդ մարդիկ կարող են ասել աչքի լսի պես բան է, ախպեր։ Բերեք բան անենք, բերեք էլի շարունակենք բարձր մոնոպոլ գնով ծախենք, հա տուգանքը կմուծենք, այդ կհաշվենք մեր ծախսերի մաս։ Ինքնարժեքի մեջ չնչին բան է այդ տուգանքը, էլի, ասենք, այնպես վնաս չի տալիս իրենց։ Սա ապացուցված բան է, ժողովուրդ ջան։ Այսինքն այդ տուգանքները չեն մինչև քրեական իրական հետապնդումներ չլինեն, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված է։ Քրեական իրական հետապնդում առանց վաղեմության ժամկետների։ Տնեն ու դատարանով ինչ է, քննչական կոմիտեով, եթե հավես ունեն, ոնց որ թե չունեն։ Ոնց որ թե մենակ տուգանքով ասում են բրձեք եւ քյաստամ, ինչպես ասում են մեր կինո Երևանի մայլի մեջ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։